Դատապարտում ենք Սիրիայի հայերի վրա հարձակումը։ Շահումյան կազմակերպությունը խստիվ եւ անվերապահ դատապարտում է Սիրիայում ծայրահեղ իսլամիստական խմբավորումների զանգվածային ջարդերը քրդերի, հայերի եւ այլ ազգային ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։ Դատապարտում ենք նաեւ էթնիկ զտումները եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում վերջին տարիներին տեղի ունեցող զարգացումները վկայում են տարածաշրջանի հետևողական ապակայունացման եւ բնիկ ժողովուրդների նպատակային ոչնչացման մասին։ Այս գործընթացները լուրջ եւ անմիջական սպառնալիք է քրդական եւ հայկական համայնքների, ինչպես նաեւ այլ փոքրամասնությունների ֆիզիկական գոյության համար։ 2024 թվականի վերջին Թուրքիայի անմիջական ռազմական, քաղաքական եւ նյութատեխնիկական աջակցությամբ Ալ-Ջոլանիի գլխավորած նախկին Ջեբհաթ ալ-Նուսրա ահաբեկչական խմբավորումը Թահրիր ալ-Շամ անվան տակ ներխուժեց Սիրիայի հյուսիսից, տապալեց գործող իշխանությունը եւ բռնազավթեց Սիրիայի մայրաքաղաքը ու ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք քաղաքներ։ Սա ոչ թե ներքին հակամարտություն էր, այլ արտաքին ուժերի կողմից կազմակերպված ագրեսիա եւ ահաբեկչություն իշխանությունը զավթելու նպատակով։ Սիրիան պատմականորեն եղել է հայերի համար որպես ապաստան 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունից հետո։ Այսօր այդ հայկական համայնքը կանգնած է վերացման եզրին։ Սիրիայի երբեմնի բազմահազար հայկական համայնքը գրեթե ամբողջությամբ ստիպված է եղել լքել իր հայրենի բնակավայրերը, կրկին դառնալով ցեղասպան քաղաքականության զոհ։ Թուրքիայի շարունակական ագրեսիայի պայմաններում քրդական եւ այլ փոքրամասնությունները, չունենալով այլ ելք, ձևավորել են զինված ինքնապաշտպանական ջոկատներ իրենց գոյությունը պաշտպանելու համար։ Այդ պայքարին մասնակցում են նաև հայկական ինքնապաշտպանական ջոկատները, ինչը խոսում է հայ ժողովրդի կրկնակի գոյաբանական սպառնալիքի ջանքերի մասին։ Թուրքիայի հովանու ներքո իշխանության բերված ծայրահեղական ուժերը ԱՄՆ-ի լուռ համաձայնությամբ նպատակային հարձակումներ են իրականացրել քրդաբնակ տարածքների, ինքնապաշտպանական կառույցների, ինչպես նաև հայկական եւ այլ փոքրամասնությունների բնակավայրերի վրա։ Հատկապես մտահոգիչ է Դաեշի բանտարկյալների զանգվածային ազատ արձակումը, որը հանգեցրել է ծայրահեղական խմբավորումների վերախմբավորմանն ու նոր բռնազավթումների մինչև Իրաքի սահմանները։ Շահումյան կազմակերպությունը այն կարծիքին է, որ Սիրիայում իսլամիստական ագրեսիան տարածաշրջանի լայն ծրագիր է, որը համակարգվում է Թուրքիայի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից, նպատակ ունենալով պատերազմը տեղափոխել Իրանի արևմտյան սահմաններ, ներխուժել Իրանի քաղաքներ եւ ապակայունացնել երկիրը։ Իրանի հյուսիսային շրջանների ապակայունացումը անմիջական սպառնալիք է լինելու Հայաստանի հարավային սահմանների եւ պետական անվտանգության համար։ Ստեղծված իրավիճակը կարող է Ադրբեջանին դրդել եւ հնարավորություն տալ անտեսելով Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմական ագրեսիա իրականացնել Սյունիքի ուղղությամբ։ Սա Հայաստանի համար գոյատևման հարց կարող է լինել։ Շահումյան կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության իշխանություններից ակնկալում է վերջ տալ իր պասիվ եւ ոչ արձագանքի քաղաքականությանը, սթափ գնահատել տարածաշրջանային զարգացումները, օգտագործել բոլոր դիվանագիտական, քաղաքական եւ անվտանգության մեխանիզմները եւ պատրաստ լինել ամենածանր սցենարներին։ Մենք կոչ ենք անում համայն հայությանը, միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին չլռել, չհանդուրժել կատարվող հանցագործությունների հանդեպ եւ իրական աջակցություն ցուցաբերել Սիրիայում վտանգված հայ համայնքին։ Շահումյան կազմակերպություն 2301-2026